Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Այս շաբաթը մեր եկեղեցու մեջ կգոչվի Արարատյան շաբաթ, որովհետեւ այս շաբթվան ընթացքին մենք կդոնախմբենք այն սուրբերը, որոնք իրենց վարքով, չարչարանքով, նահատակությամբ, քարոզությամբ նպաստեցին հայ ժողովրդի եւ հայ ազգի դարձին առ Քրիստոս եւ դարձան առաջինը ազգերու մեջ, որոնք քրիստոնեությունը pedagogan ընդունեցին որպես ճշմարիտ սուրբ գրոն։ Շաբթվանը սկիզբը մենք դոնախմբեցինք Սրբոց Սրիփսիմյանց եւ Սրբոց Կայանյանց գույսերու իշադակը։ Այսօր մեր եկեղեցին կբանձացնե իշադակը մեր հավատքի հոր երկրորդ լուսավորչին Սուրբ Գրիգորի խոր վիրաբեն ելելուն դոնը եւ վաղը օրդությամբ պիտի իշադակենք Սուրբ Էջմիածնի գաթողիկեին, այսինքն մայր դաջարին գառուցումը։ Սիրելներ, այս օրերուն, երբ մեր հայրենիքը եւ մեր ժողովուրդը սպասումներու մեջ է, ահավոր վիճակի մեջ է, սրդանց կաղոթեմ եւ գխնդրեմ ցեզ մե սիրելի հավատագից եղբայրներ եւ քույրեր, դուգալ սրդանց աղոթեցեք, որ Տեր Հիսուս Քրիստոս ինք էջք գադարե մեզ մե յուրաքանչյուրին սրդին հոգին մեջ բարեխոսությամբ մեր հավատքի օր Սուրբ Գրիգոր Լուսավորչին եւ ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր վիրաբի մեջ լույսը հավատքեց ու դուրս ելավ ու լուսավորեց մեր Հայաստան աշխարհը, այդպես ալ թող մեր Հայաստան աշխարհը դուրս գա արհավիրքներեն, նեղություններեն, այն բոլոր վատ վիճակներեն, որոնք մեր ժողովրդի հոգին գջնշեն եւ գրգին անգամ լուսավորվինք մեր խոր վիրաբներեն դուրս կանք սիրելներ իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրինք եւ իսկապես կարողանանք Աստուծո զավակները լալ վաղը որ ընտրության օր է մեր հայրենիքի մեջ թող Աստված ինքը իր ընդրած անձերը բերե անոնք որոնք պիտի ընդրվին եթե բարի են թող Աստված իրենց բարությունը ջարակայթե իսկ եթե չար են թող Աստված անոնց հոգին փոխե որբեսի բարիանան եւ ժողովուրդը առաջնորդեն թեպի բարին, թեպի լույսը, թեպի խաղաղությունը Աստված խաղաղություն տա մեր հայրենիքին վերջ տրվին բոլոր բادرազները Աստված հերու բահե թշնամիները մեր սահմաններեն խաղաղությունը լա Աստված զորացնե հայոց pedagoganությունը ամրագուր բահե մեր հայրենիքը Աստված բայձարացնե մեր Հայաստանի ցարակրական Սուրբ եկեղեցին Աստված զորացնե մեր հայոց բանակը ազատագրե մեր կերևարված զավակները դուն դառնան բոլոր անոնք որոնք գործված են անհետ կորած են Աստված հայտնաբերե եթե ողջ են Աստված երկնքի արքայության արժանացնե բոլոր նահատակները բոլոր հաշմանդամները բոլոր հիվանդները բժշկե դերը բոլոր անոնք որոնք բادرազմի ընթացքին զանազան վերքեր ստացան հոգեբանական դժվարություն ունեցողներուն դերը հոգիներուն տնա ու բժշկի անոնց հոգիները մխիթարե բոլոր մայրերը հայրերը գիները եւ երեխաները որոնք որբ մնացին եւ մխիթարություն կա ընդհանուր մեր ազգի մեջ խաղաղություն կա հաշտություն կա համերաշխություն կա Քրիստոսով եւ իսկապես Սուրբ Գրիգոր Լուսավորչի այս նույն հավատքով այսքան համբերել է յետք դուրս կանք մեր վիրապներեն եւ լուսավորված Տիրոջ անունը փառավորենք եւ թեպի առաջ երթանք Ես ամեն շաբաթ ցեզի գընթերցեմ եկեղեցու հայրերեն քրությունը այսօր սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ Քարեկին եպիսկոպոս Դրաբիզոնի Խաչատուրյանի այս սկանչելի բادرյարքին Բոլսո բادرյարքին քրած գիրքը աշխարհի լույսն ի հայս Փաթսարիկ երկու հադորները գազմված գիրք է ես ցեզի պիտի ընթերցեմ ուրեմն առաջին հադորեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի խոր վիրաբի ներսը եւ դուրսը վերնակրված այդ բաժինը ասկարաջ այս նույն գիրքեն ցեզի ընթերցած էի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծնունդեն մինչև խոր վիրապ նետվելուն մասը հետևաբար այսօր պիտի գարտամ երկրորդ մասը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վիրաբեն ներս եւ դուրս Փերգրե Արարատ Աստվածաբարքև ավետիքովս ահա գելեմ ես քու կողքոթատ ըմբելու չարչարանքի փաժակն արարչին իմ
գուսությանս բաժակով եւ խմցնել քեզ զարավցածիտ գենարար արյունի բաժակն ամմահության եւ լույսի եւ քեզ ավետիս երկնավոր նահատակ եւ քարոզ բրգության բազմափայլ ջարակայթ որ կուփի մեջ է ծածկված ահա եկա քեզ տիգուն կանգնելու սլանալով թեթևընթաց իմ գուսությանս ամբովն ձակե ով դու մեծ լուսավոր անթունտերու խորերեն քու լույսովդ քաղցրանվակ ավիդարանական աշխարհարցակ ջաջանչակեր փայլումը Թաթիոսի եւ Պարտողոմեոսի մեր սուրբ հայրերուն այս երկուքին լույսովը եւ իմ ու քու խաղաղության ամպույրով բթեցուր մեր հայրերուն այս աշխարհը բթեցուր կնշանակե ծաղկեցուր հիմա սիրելներ ահավասիկ այս փոքրիկ ներածական բանաստեղծությունեն յետք Քարեկին եպիսկոպոսը գկրե ոչ ոք հետաքրքրվեր Արտաշատի խորվիրաբի փանդարգյալով այդ անդանելի դանչարանի մեջ նա գաբրեր քրիստոնեական մեծ համբերությամբ եւ հոգեգան ամբարդելի արիությամբ անփշրելի ժայռիմը նման էր անոր հավատքը նա փոլորամադույց նվիրված էր ճշմարտության թադին խավարի մեջ լուսեղեն ծրակիրներ գշիներ խորաբես գահավադար թե քիշերին պիտի հաջորդեր քեղեցիկ արավոտը հաջախ ծնրաթիր ձունգի եկած քարիմը վրա գաղութեր փազգադարած բայցար դեսիլքիմը բես իր աչքին արջև կբարձվեր հաղթական օրը իր ծրակիրը մարմին գարներ անգերց ու խորարմարտ հավատքը մարդուն գուտա այսպիսի դեսանող աչքմը սուրբ քաղաքապարագանով թեև առած հույսը գաբրեցնե մարդը այդպիսի մարդ մգրնադոգալ ամեն դարաբանկի այսպես են բոլոր թույցազները հզորները այսինքն անոնք որոնք աստվածային հոգիմը եւ զորությունը կգրեն իրենց ներսը հավատքի աննվաճելի թույցազմներ քրիքոր վերջալույսիմը բահներ ահա սիրելներ այդ տարաբանկի վերջը հասած էր քրիքոր ըստ սովորության գաղութեր ձունգի եկած իր սիրական քարին վրա երբ աչքերը վեր բարձրացուց աղոտ լույսիմը սողոսկիլը նշմարեց վիրաբի պերտեն տեսավ որ խոր վիրաբին վերեն շատ փարակ լույսը ներս կթափանցեր երկար ժամանակ աշխարհի լույսը չէր թափանցած այդ լույսին մեջ են գնոջ մթեմքը գուրվակծվեր ով բիդլար այդ կինը Խոսրովի թուղթը որտեղ եկած էր Խոսրովի թուղթը սուրբ դրտատ տակավորի քույրն էր դրտատը որ խոզի գերբարանքը ուրեմն ստացած էր որովհետև սպաննած էր Սրբոց Սրիփսիմյանց եւ Գայանյանց կույսերը հետեւաբար Խոսրովի թուղթ երազ դեսած էր որ միայն եղբայրդ ազատողը Գրիգորը գրնալալ եւ այդ երազը գրտնված էր ահա հիմա Խոսրովի թուղթը եկած էր Օդա Ամադունի իշխանին հետ միասին խորվիրապ դեսնելու համար որ իսկապես Գրիգորը ողջ է այդ լույսի մեջ են գնոջ մթեմքը գուրվակծվեր Գրիգոր լսվեցավ հանգարց վերեն մեղմ ցայնովը ով է այն հարցուց վարեն Գրիգոր զարմացկոտ Բադասխանի դեղ նգանակ մհաց ինգավ իր արջև ու թեմքնալ անհետացավ անգից վերջ Փանդարգյանն ունեցավ իր ամենօրյա հացն ու սնունդը ասիկա ուրեմն այն գնոջ մասին էր որ ամեն օր գուքար Սուրբ Գրիգոր Լուսավորչի նստավանդության հաց կբերեր իր գնամուտի մնալ երբ փլուրները գերգարեն իրենց ըստվերները այսին երբ որ արևը սկսավ մայր մտնել եւ շուկը սկսավ երգարիլ եւ ձղրիկները կսկսին իրենց մելամաղձոտ մերերները դարձյալ լսվեցավ այդ ցայնը Գրիգոր գրգին հարցուց թե ով էր խոսողը ես Բադասխանեց այս անգամ գնոջական ցայնը ես Անահիտի երկրբակուներեն մեկը այսինքն Անահիտ չաստված բաշխողներեն մեկն եմ ես որովհետև ըստ ավանդության այդ գինը որ ամեն օր նգանակ հաց կուտար Խոսրովի թուղթի եղած է եւ երկուքին միջև փոխանակվեցավ հետաբիալ խոսակցությունը Սուպրիկորը գահարցնե Անահիտի երկրբակու ուրեմն մոլորած մնեստուն մոլորածը չեմ գիտեր կպատասխանեգին Թունես այն որ ամեն օր այս նկանակը գնեդե ինձի եւ ինչու այո ես եմ գուզեմ որ զորանաս ու չմեռնիս եւ ինչու գուզես որ ապրիմ
Չէ որ մահաբարտ մնեմ ես։ Մահաբարտ մնես, բայց կխորհիմ թե արժանի ես ապրելու։ Եթե բաշտեիր ոսկե մայր Անահիտը, փառքն ու գեցուցիչը մեր ազգին, այդ անխոս գուրքը ասավ հարեց Սուկրիկոր։ Ոսկիեմ բարձր ու թանկարժեք փամ մգա, զոր չես ճանչնարթուն։ Ուրեմն ոսկիեմ բարձր ու թանկարժեք փամ մգա, գսե Սուկրիկորի այդ գնոջ, որ զոր չես ճանչնարթուն։ Քրիկոր, ես հիմար մչեմ, գսե գինը։ Անահիտին մեջ ես գբաշտեմ գենսադու ուժը ըսկաստությունը։ Քրիկոր գսե։ Հերու չես ճշմարտութենեն, դու գփնդրես մաքուր կյանքը, բայց այդ կյանքին իսկական աղբյուրը ոչ Անահիտն է, ոչ ալ ծեր բաշտած բոլոր ծերագերտ գուրքերն են։ Գա դիեզերական զորությունը, որ այդ կյանքը գփաշխե ամենուն։ Անչի դեսնվիր, գսկանք զայն ամենտեղ։ Անսկես գբերը ամեն իր գունհոս եւ քու միջոցովդ գգերագրեզիս։ Անգուզե որ իմ միջոցովս ալ թուն դեսնես զինք։ Այդ ուժն է գսե Աստվածն է այսինքն, որ քեզ գբերե, որ ինձ գերագրես, եւ Աստված ալգուզե որ իմ միջոցովս թուն զինք գտնես։ Բայց թուն ըսիր թե անչի դեսնվիր, գսե գինը։ Այո, սակայն ամեն դեղյան եւ ըսի թե գսկանք զայն, հավատքը գրնա դեսներ զայն, ըսկալ զայն հավատքով կնշանակե դեսներ զայն։ Գուզեմ ես ալ հավատալ, բայց եթե գուզես, գրնաս։ Եթե գուզես հավատալ իմ բաշտած Աստուծույս, քնա եւ փարին կործե։ Եվ ինչ է փարին։ Չէ որ Անահիտնալ մարդկության փարերարն է։ Փարերար։ Եվ սակայն Անահիտի երկրբակուները մեկն է որ զիս այս կուպին ու դիրմի մեջ նետեց։ Եվ ան Քրիկոր, ան իմ եղբայրս է։ Եղբայրդ։ Խոսրովի թուղթ։ Դրտադի քույրը։ Շնորհակալ եմ նկանակիդ համար, բայց Երանի թե անոր փոխարեն լույսն առնեիր իմ եւ դիեզերքի Աստուծմեն։ Դու ինձ հարցուցիր թե ինչ է բարին։ Արե ուրիշին ինչ որ գուզես որ ուրիշն է քեզի։ Այս է ոսկեղեն կանոնը ճշմարիտ բարության։ Քու նկանակդ գրնա ոսկեղեն փանալին լալ այդ ոսկեղեն կանոնին։ Եվ հիմա Խոսրովի թուղթը գսե։ Ես չեմ սիրեր խավարը։ Ես չեմ սիրեր փանն ու գաբանքը, ես կսիրեմ քու լույսդ։ Ինչպես կդենչամ որ դուրս գաս այս վիրաբեն եւ մեզի դաս այդ լույսը, բայց եղբայրս մի ուսադիր գսե Քրիկոր։ Քնա աղոթե ու կործե։ Եղբայրը տալ օրմը պիտի դեսնե այդ լույսը, զորթունը սկսերես ճանչնալ։ Այսպիսի խոսակցություններով Քրիկոր եւ Խոսրովի թուղթ հաջող կքաչալերեին զիրար։ Երկար դարիներ անցան այսպես։ Խոսրովի թուղթ ուրախ էր եւ դրդում միանգամայն։ Իրեն համար ամենեն երջանիկ ժամերը վերջալույսի բահերն էին։ Այդ միջոցներուն էր որ նա քողունի, քաղտակողի, քաղտնի, գմտներ Արդաշադի Փերտեններս եւ գայցելեր Խորվիրաբի Փանդարգյալին։ Միայն հավադարին Փերտաբահ մգար, որ դեղյակ էր այդ քաղտնիկին։ Դրտադի ամուսնությունը եւ գրիվները։ Քայլ քեդի խրախճանքներեն եւ Քրիկորի փանդարգութենեն վերջ դրտադ անցավ վաղարշաբաթ արքայական ծեմերոցը։ Հոս դեղի ունեցավ իր ամուսնությունը Աշխաթարի թուստր Աշխենի հետ, հայոց սպարաբեդ Սմփատ Փակրադունիի միջնորդությամբ։ Աշխեն իր ֆիզիկական վայելչությամբ եւ հոգեգան բարեմաստություններով համանման էր դրտադի։ Ասոր համար երջանիկ եղավ անոնց միությունը։ Ունեցավ զավակը զորգոչեցին Խոսրով, դրտադի հոր Մեծն Խոսրովի անունով։ Աշխեն գփաժներ նաև իր դալին Խոսրովի թուղթի ըսկացումները։ Հայոց թագավորը ստիպվեցավ 10 տարիներ շարունակ ռոմեական բանակներուն հետ գրիվ մղել Բարսից դեմ։ Ժողովրդային զրույցներ ու երգեր կբանձացնեին անոր քաչակորձությունները։ Սիրելիներ, դրտադը շատ հզոր էր եւ ինք հռոմեացիներու բանակին գողմեն մշտապես բادرազմեցավ բարսիկներու դեմ։ Ահա բադարիկ մա այդ երկերեն, տեսեք ինչ գրված է դրտադի մասին, զորության մասին։ Նման այն սեք դրտադին, որ սիկալով թումբերն ավրեց կեդերուն, մինչ կսիկար կցամքեցներ հորցանքները ձովերուն։
Վերջին պատերազմը դեղի ունեցավ Բարսից Ներսեհ արքային թեմ Հայաստանի սարերու մեջ։ Քաղերյոսի 25000 լեգիոնականներուն միացավ հայոց սպանագը դրտադի առաջնորդությամբ։ Ներսեհ չարաչար բարդվեցավ եւ փախուստ տվավ եւ իր իսկ առաջարկությամբ գնկվեցավ Թաշինքն այն խաղաղության, որ դեվեց 40 տարիներ 297 թվականին մինչև 337 թվական։ Դրտատ որքան քաչ նույնքան իմաստուն օգտվեցավ այս Թաշինքեն եւ սկսավ լուրջ ցերնարկներու շենցնելու եւ փառկավաճացնելու համար հայոց երգիրը։ Հիմա հալածանք ի հայս։ Այս պատմական եւ բադվապեր Թաշինքին վրա անցան 4 տարիներ։ Հայաստան գծաղեր օրեօր շնորհիվ դրտադի հանճարին եւ շինարար ոգին։ Ան, ինչպես տեսանք, նախանցախնդիր էր հայրենի գրոնին, այսինքն հետանոսության։ Թշնամի քրիստոնեության եւ հետևող հռոմեական գայստրերու օրինագին ինքնալ հալածանքի երկու հրովարտակներ հրադարագեց քրիստոնյաներու թեմ, որոնք բավականը սկսել էին բազմանալ նաեւ Հայաստանի սահմաններեն ներս։ Անհրաժեշտ է գսեր ան իր հրովարտակի մեջ բադվել ու փառավորել աստվածները, որբեսի անոնք մեզի դանշինություն, արադություն եւ խաղաղություն։ Քրիստոնյաներու աղանտը գխապանե թից պաշտամունքը, ով որ զանոնք գտնե եւ մեջտեղ անե, պիտի վարձադրվի, իսկ ով որ ծածկե եւ հետո Երևան ելե, մահաբարտներուն հետ արքունի հրաբարագին մեջ պիտի մեռնի։ Այսպիսի ուրեմն հրովարտակ մահանեց դրտատ, որ ով որ քրիստոնյա գտնե ու հայտնաբերե եւ լուրդա պիտի վարձադրվի, իսկ ով որ ծածկե բահե քրիստոնյաները, անոնց տեղը չհայտնե, եթե հայտնվի, ապա այդ անցնալ որ բահած էր, պիտի թադաբարդվի մահվան մահաբարտներուն հետ քրիստոնյաներուն հետ։ Այս միջոցներուն էր, որ հրիփսիմյաները երևցան Հայաստանի մեջ եւ դրտադի հրամանով դանչվեցան ու նահատակվեցան։ Անոնց մասին այս շաբաթասկիզբը ցեզի արդեն անոնց կյանքի մասին պատմեցի։ Դրտադի հիվանդությունը եւ Գրիգորի վիրաբեն ելքը։ Հրիփսիմյանց եղերական թեփքը սաստիկ ցնցած էր դրտադի ճիղերն ու հոգին։ 6 օրեր շարունակ անչգրծավ հերացնել հրիփսիմեի պատկերը իր աչքերեն։ Խղճի դակնապը սկսավ խրովել իր էությունը։ Գմփրներ թե ինքը հզոր, բայց բարդված էր դգար աղջիկեմը։ Գխորեր թե անոր մեջ կուցե գար ավելի մեծ զորությունը, զոր ինք չեր գրծած ճանչնալ։ Իր մելամաղձությունը հետս հետե ավելի սաստկացավ։ Օր մնալ անհանգարց բալադեն աներևութացավ։ Քայլախտությամբ էր վարակված։ Քայլախտություն կգոչվի, որ մենք ասենք նաև խոզի գերբարանքը ստանալ։ Թիվահարվեցավ մեկ խոսքով։ Դրտատ իր առողջության շատ կսիրեր գինջի վայրի խոզի որսորդությունը։ Այս ախտեն բռնվելով անգգարձեր թե ինքնալ է խոզի փոխագերբված։ Խույս կուտար միշտ բալադեն եւ ընկերական շրջանակները, գբարձրանալ լերները եւ գտապարեր անդարներու մեջ, գուզեր խառնվիլ խոզերու երամակներուն։ Նույն հիվանդությամբ վարակված էին նաև ուրիշ շատեր։ Ոչ ոք կրնար թարմամը գտնել, ամենեն շատ մտահոգված էր Աշխեն Թակուհին, բայց մանավանդ Խոսրովի թուղթ։ Արկայակույրը փածած էր իր սիրտը Գրիգորի։ Միայն Հիսուս պիտի գրնա բժշկել զայն գրկնած էր միշտ խորվիրաբի գալանավորը Սուպրիկորը։ Խոսրովի թուղթ իր բոլոր հույսը դրած էր Գրիգորի վրա։ Գմդած էր միշտ թե ինչպես կարելի պիտի լար դուրս բերել զայն իր զնդանեն։ Ինչ որ գխորեր ցերեգը գերազեր քիշերը։ Երբեմն այդ երազները գլային դեսիլներ։ Քիշերմը երևցավ իրեն լույսի պես մարդը որսավ։ Միայն Գրիգորը գրնա բժշկել հարվածյալները։ Ասիգա իրալ համոզումներ։ Իր երազները քանի անգամ բատմեց բալադականներուն։ Անոնք ձիծաղեցան իր վրա։ Անոր ոսկորներն անգամ հիմա մնացած չեն եղավ անոնց պատասխանը։ Դրտադի հիվանդությունը օրեօր գտարնար մտահոգիչ։ Բայց ես գիտեմ թե ողջ է Գրիգոր, բնտեց վերջապես օրը Խոսրովի թուղթ խստորեն։ Ես կուզեմ որ երթանք եւ դուրս հանեք զինքը վիրաբեն, ան միայն պիտի գրնա բժշկել իմ եղբայրը։ Ձիծաղը զարմանքի եւ զարմանքը վախի փոխվեցավ։ Որոշվեցավ գդարել հայոց օրիորդին գամքը եւ կոնե փորձել անգամը Արդաշատ ուղարկվեցավ Օդա Ամադունի նախարարը Խոսրովի թուղթի ազադարարը Խոսրովի թուղթ ինքն ալ ընկերացավ նախարարին։ Ջամփան բատմեց անոր ամեն բան։ Մդան փերթ Օդա փերել դվավ երգայն ու հաստ չվանմը
գախելով զայն վիրաբենվար կոչեց սպարսացային. Քրիկոր, եթե ողջ ես, դուրս եկուր։ Քու բաշտած Աստվածը հրամայեց լույսին անել քեզ այս խավարին փանդեն։ Քրիկոր ոտքի ելավ իսկույն, բռնեց բարանը եւ շարժեց զայն։ Խոսրովի թուղթի ուրախությունը չափ չուներ։ Հոն խռնված բազմությունն ալ գսպասեր հետաքրքրությամբ։ Օդա հրամայեց քաշել բարանը։ Եվ ահա Քրիկոր դուրս եկավ վիրաբեն ողջ եւ առողջ։ Միայն մարմինն էր սերծած, ածուխի նման, արև չեր դեսած 13 տարի։ Շուտով Պերինը սկեսներ եւ հագցուցին զայն։ Քրիկորի եւ Խոսրովի թուղթի ագնարկները հանդիպեցան իրարու եւ դամգացան, այսինքն աչքերեն արցունք վազեցին։ Աբա հրավիրակներն ու բազմությունը մեծ ուրախությամբ առաջնորդեցին վիրաբի գենտանի նահատակը վաղար շաբաթ։ Ջամփան թիմավորեց զինք դրտատ, ցավակար ու արքահադելի վիճակի մեջ։ Քրիկոր խորաբես հուզվեցավ եւ ձունգի քալով աղոթեց սրդերանտն։ Այս գացքն ու դեսարանը ցնցող դպավորություն կործեցին թակավորին վրա, որ սկասության նշաններ ցույց տվավ։ Ինքն ու նախարարներն ալ ձունգի եկան Քրիկորի առջև։ Կխնդրենք քեզ մե գսեին անոր արցունքոտ աչքերով ներե մեզի մեր հանցանքները զոր կործեցին քեզի թեմ։ Քրիկոր ոտքի անեց սանոնք ինքն ալ փղծկելով ինքն ալ լալով։ Ես ալ ցեզ նման մարդ եմ պատասխանեց անոնց։ Դուք ջանցեք ձեր արարիչը, որ երկինքն ու երկիրն է ստեղծած, անկարող է բժշկել ձեզ։ Երանի թե այսօր մեր ամբողջ ժողովուրդը ճիշտ այս սիրելիներ հոգիով ապրի։ Իրարուսեն գներենք եւ իրար քրգենք եւ ասենք մենք ալ մարդ ենք, միայն Աստված կրնա ներել մեզ ու բժշկել։ Սրտահույս դեսարամը եւ զղջում եւ ներում։ Քրիկոր անդերյակ չէր հրիպսի միանց ողբերգության։ Առաջին բադեությամբ հարցուց անոնց թե ուր էին դրած վգաներու մարմիները։ Անոնք ցուցուցին դեղը։ Քրիկոր վերցնել ու բադանել դվավ զանոնք իրենց բադարադուն սկեսներով եւ ամփոփեց զանոնք այն հնցանի մեջ, ուր օթևանած էին սրբուհիները։ Ինքն ալ մնաց հոն, գաղութեր Աստուծո օրնի փուն ախտավորներու բժշկության համար։ Հաջորդ օրը դրտատ իր բոլոր նախարարներով, ավականիներով եւ բազմաթիվ ժողովուրդով դարձյալ եկավ Քրիկորի մոտ։ Ձունգի քալով ներում գխնդրեին անգից։ Ջանցեք արարիչ Աստվածը եւ պիտի փուժվին ծեր ցավերը գգրտներ անոնց շարունակ Քրիկոր։ Աստուծո ճշմարիտ որդին Քրիստոսը ամոչյա չի սեբեր գոչել ցեզ իր եղբայրները, եթե երկրբակեք Աստուծո։ Եթե դարձիկակ եւ զղջակ ծեր ընթացքին վրա, սրբևելով ծեր ագամադակիդության մեղքերեն, անբիդիտա ցեզ անմահ կյանքը։ Գսկանք թե գործվածներ ենք մենք դկիդության եւ խավարի ջամփաներու մեջ։ Արդ ինչպես կրնանք ագնկալել թողություն գհեգեգային անոնք սրդապեգությամբ։ Աստված մարդասեր է եւ բազումողորմ վրա գբերեր Քրիկոր։ Գներե բոլոր անոնց, որ գտիմեն իրեն։ Ջանցուր մեզի զայն կպատասխանեին անոնք անհամբերությամբ։ Ցույց տուր մեզի անորթիմելու ջամփան։ Սրդահույզ էր դեսարանը, շատ հուզիչ էր դեսարանը։ Թակավորն ու բալադականները, իշխաններն ու ժողովուրդը աղիողորմ ջիջ կարծագեին, գուլային, մանուկի նման։ Բարձրաղաղակ գուլային եւ չէին ուզեր հերանալ անոր մոդեն։ Փղծկեցավ գրգին նաեւ ինք Քրիկոր, ինքնալ փլավ, լացավ։ Անհիշաչար ոգիով, այսինքն առանց ող բահելու, խոսեցավ անոնց երկար եւ սրդաբնթեց զանոնք։ Մերած կգարձեիք զիս ըսավ անոնց, Աստված աբրեցուց զիս։ Թուգալ մերածեիք ձեր մեղքերու մեջ եւ ահա թուգալ մերածներդ կգենթանանաք մերածից ձերքով։ Վասնզի ինձի վիճակվեցավ զրուցել ցեզ Աստուծո բադվերները, դարձնելու համար ցեզ ճշմարտության ջամփուն, հերացնելով սնոդի թադարք բաշտամունքներեն։ Աբա իր խոստումին համաձայն սկսավ խոսիլ աստվածային պատկամներու մասին, ծանոթացնելով անոնց Քրիստոսը եւ քրիստոնեական ճշմարտությունները։ 65 օր շարունակ քիշեր թե ցերեկ անդադար խոսեցավ, խրադեց, սորվեցուց եւ կոդեբնթեց զանոնք իմաստուն բժշկիմը բես չանալով գտնել օգտակար թերը։ 65 օր շարունակ Սուպրիկոլ Սավորիչ նախքան մգրդելը դրտատակավորը եւ ավականին քարոզեց անոնց,
վարդապետեց, ճշմարտությունը խոսեցավ։ Լուսավորչի դեսիլը ավանդությունը, որ քրի առնված է ակաթանքեղոսի բացության մեջ, լուսավորչի գնձայ է դեսիլմը։ Իր քարոզության 65 օրերու ընթացքին Գրիգոր ապրեցավ կյանքը սուրբ ներշնչումներու եւ վերացումներու։ Մեկ կողմեն զինք շրջաբադող եւ ֆիզիկական եւ հոգեգան ախտերով վարակված դժվարներու դեսարանը, մյուս կողմը իր վրա ծանրացող փարոյական բարդականության գիտակցությունը իր եւ Աստուծո միջև գստեղծեին ներքին սերտ հարաբերությունը։ Ասիկա շատ բնական էր մեգում համար, որ գուզեր ազադարարի եւ մանավանդ լուսավորչի թեր գդարել ամբողջ աշխարհիմը։ Անգ ծրակրեր իրավական մեծ գործունեությունը վստահելով իր եւ Աստուծո վրա։ Այսպիսի ծրակիրներ ոչ կրնան հղացվիլ, ոչ ալ կրնան կործատրվիլ առանց դեսիլքի։ Այդ դեսիլքը ծնունդ կառնե խանդավառ ու ստեղծագործ երևակայության մեջ, լուսավորել խավարի մեջ մնացող ժողովուրդը։ Այսպիսի ծրակիր մներ ասոր համար անշուշտ Գրիգոր ունեցավ իր դեսիլքը եւ այդ դեսիլքի մասին մեզի կբատմե Սուրբ Ակաթանքեղոս եւ քանի որ սիրելիներ ասկարաչ բատմած եմ ցեզի Սուրբ Գրիգոր լուսավորչի դեսիլքը եւ մեկնաբանությունը հետեւաբար զանց կնեմ որբեսի չեր գարի սիրելի եղբայրներ եւ քույրեր եկեք իսկապես մեր անձերը խոնարեցնենք Տիրոջ դիմաց ինչպես 5 դագարանի երկրորդ մնացորդած գրքի մեջ դերը գսե 7-րդ գլխու 18-րդ համարի մեջ եթե ինձի բաշտող ազգը ինքզին խոնարեցնե եւ իր մեղքերը խոստովանի ապա ես պիտի ներեմ անոր մեղքերը եւ պիտի փուժեմ անոր երգիրը խնդրենք սիրելիներ Սուրբ Գրիգոր լուսավորչի բարեխոսության որ դերը փուժե մեր հայրենիքը փուժե մեր հոգին փուժե մեր բեդությունը փուժե մեր եկեղեցին փուժե մեր հայոց բանակը փուժե որ այլևս խարթախություններ չլան փուժե որ այլևս սրբաբղծություններ չլան անօրենություններ չլան թավաջանություններ չլան ներքին բարակդումներ չլան զեղծարարություններ չլան սադանայություններ չլան փամփասանքներ չլան հայոյություններ չլան անարքանքներ չլան այլ ընդհակառակը սիրելներ փուժե մեզ արմադապես Տերը մեր հայրենիքը հողը բեդությունը եկեղեցին ժողովուրդը փանագը ամեն գառույցները արմադեն մեզ փուժե Տերը որբես իսկապես խոր վիրաբեն ելածիպես մենք ալ սիրելներ լուսավորվինք եւ լուսավորենք մեր շուրջը մեր շրջապատը Աստուծո լույսով Քրիստոսի առաջնորդությամբ Սուրբ Հոգին զորությամբ եւ Սուրբ Գրիգոր լուսավորչին բարեխոսությամբ այս հավատքով եկեք սիրելներ պատրաստվենք որբեսի Քրիստոսի լույսը մեզ առաջնորդը լա Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ շաբաթավեր ձեր բոլորին